Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր գրող դրամատուրգ Էդվարդ Մանվելյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մանվելյան, շնորհակալություն, բարով եք եկել։ Սիրով։ Հասել ենք այն օրվան, որ Հայաստանի իշխանությունները բացահայտ անում են այն, ինչ պահանջում է իրենցից Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարը, հա։ Անկախության հռչակագիր հղում չարվի սահմանադրության մեջ, չգիտեմ, խորհրդանիշերի վերացում եւ այլն, չեմ ասում քաղաքական վերլուծություն արեք, բայց մենք այդքան տկար ենք մեր հայկական ազգի, հայ ազգի ներուժը այդքան տկար է, թե տենց այսօր Վարդան Պետրոսյանը կասեր բրակ ենք տվել, բրակներն եկել են իշխանության, համեցեք։ Ուրեմն ամենասկզբում ասեմ, որ մանիպուլյացիաների մի գերադրական աստիճան գոյություն ունի, հա, եւ հոգեբանության մեջ եւ քաղաքականության մեջ հասարակության են թույլ տեղերը, երբ որ գտնում են, հենց այնպես չի լինում ոչինչ, մի օրվա մեջ ոչինչ չի լինում։ Տարիներ, տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ, հա, նախապատրաստական հասկանալու համար այս հասարակության ժողովրդի չեմ ուզում ազգ ասել, որովհետև ազգը մի քիչ ավելի են բարձր տեսակը, դրան չեն կպնում, հա, քիչ, շատ քիչ, 2-3% կամ 4% թվերը չխաղան, բայց վերում են տասնամյակներով այդ մանիպուլյացիաների հաշվին, վերում են հասցնում են մի մակարդակի, որտեղ փրկիչը արդեն դառնում է խիստ կարևոր։ Միջև փրկիչ ունենալը, հա, մարդու դեմքով իհարկե, հասարակությանը բերում են, համոզում են, բերում են տասնամյակների ընթացքում են, սա արվում է կրթական համակարգի տոտալ պարալիչով։ Կրթական համակարգը տոտալ պարալիչ, մանկապարտեզից սկսում են, դաստիարակությունը չկա, կրթությունը չկա, տառաճանաչության մասին չի խոսքը։ Այսինքն ինչ սերմանել ենթագիտակցության մեջ, որ ժամանակի հետ կարողանաս աշխատել այս հասարակության հետ, երբ որ գա հասնի պահարական, ինքը հասկանա, որ ինքը ունի մի թշնամի, որից ինքը թույլ է, որից ինքը սարսափում է, որից ինքը վախենում է, որին ինքը չի կարող հաղթել, եւ սրա համար պետք է իր եւ թշնամու միջև միջնորդ, եւ այդ միջնորդը հանդես է գալիս որպես փրկիչ։ Ուրեմն ինչ են անում, վերում են մանիպուլյացիաների հաշվին, հասցնում են հասարակությանը մի աստիճանի, որտեղ ենթագիտակցաբար համոզում են, որ դու գտնվում ես շատ վատ վիճակում եւ դու ինքը դրանից դուրս գալ չես կարող, քեզ պետք է փրկիչ։ Այստեղ գալիս է փրկիչը։ Իհարկե, փրկիչը այստեղ ավելի շուտ կործանիչ է, քան փրկիչ, խնդիրը անհատի մեջ չի, խնդիրը այդ տասնամյակների կամ հարյուրամյակների աշխատանքի մեջ չի, ինչպես են վերել հասցրել։ Կա եւս մի մեծ մանիպուլյացիա Արտակ ջան, որ հասարակության պատմությունն է այդպես գրվել։ Դուք ցանկացած երկիր, ցանկացած ժողովրդի պատմություն, համաշխարհային պատմություն, եթե բացենք, ասենք զորավոր գործեր արածների անունները դարձրել են այսպես գերադրական աստիճանի, հա, հերոսներ, ինչի համար են հերոսները, գիտես։ Հերոսներին վերում են, շարում են հասարակության առջև, անընդհատ սնում են, պատմությունը տալիս են հերոս։ Հասարակությունը սկսում է հասկանալ, որ ինքը հերոսների կարիք ունի։ Ինքը սկսում է մտածել, որ ինքը առանց այդ հերոսների ոչինչ է։ Որովհետև մանիպուլյացիայի երկրորդ տեսակը դու պիտի հասարակությանը կարողանաս համոզել, սա մեծ չակերտավոր իհարկե, բայց վարպետություն է պահանջում, դու պիտի հասարակությանը կարողանաս վստահեցնես, որ դժբախտությունների մեջ մեղավոր է հենց ինքը։ Նու այդ մի քիչ կռիսություն է, բայց հերոս ունենալու մեջ վատ բան կա, պարոն։ Ես չասեցի վատ բան կա։ Երբ որ բացարձակ վատ բան չկա, ես վատ իմաստով չեմ ասում, երբ որ կան հերոսները, եւ դու հասարակությանը համոզում ես, որ ինքը մեղավոր է դժբախտությունների մեջ, հասարակությունը մնում է այն կարգավիճակում, որ ինքը առանց հերոսների առաջ գնալ չի կարող։ Այսինքն զարգացումը դու կտրում ես մեջտեղից, մանկապարտեզից կտրում ես, դպրոցից կտրում ես, բուհերից արդեն չեմ խոսում։ Խորացնում ենք անհատապաշտությունը։ Լճացնում ես, այո, լճացնում ես, ասում ես, տես, դու այս կարգավիճակում ես, դու ունես թշնամի, որին հաղթել չես կարող, հա։ Դու ունես չգիտեմ, ինքնագնահատականի խնդիր, դու այսպես,
դու ունես հերոսներ, որոնց կարիքը ունես անպայման, հա, չգիտեմ, մեհերի դուրը ծեծենք, էս անենք, այնք, այսինքն հիմա հազարամյակներով է ժողովուրդը դեռևս պատմության մեջ պիտի գրեն մեհեր դուրս արի, մեհեր դուրս արի, մեհեր դուրս արի, այսինքն ենթագիտակցաբար է ժողովրդին համոզում է, որ մինչև մեհերը դուրս չգա, որևէ արժ չի լուծվի։ Սա նշանակում է, որ մեհերը մեհերով, հա, մեր, չգիտեմ, էպոսով, բայց հասարակությանը համոզել են, որ դու ինքդ քեզնով ոչինչ փոխել չես կարող։ Սա արվում է։ Մի քիչ չեք բանանում, չես չափազանցնում։ Չէ, սա արվում է տոտալ կրթական համակարգի պարալիչով, Արտակ ջան, այսինքն հասարակությունն ինքն իրենից ոչինչը համոզել են ամենայն դեպս։ Ոչինչը ոչ թե իմաստով ոչինչ փոխել չի կարող, այլ պետք է ընտրի մեկին, պետք է ընտրի հերոսներին, որին տանեն առաջ։ Այսինքն սա քաղաքական մանիպուլյացիա է։ Քաղաքականության մեջ միշտ աշխատող մանիպուլյացիա է, այսինքն հասարակության ինտելեկտուալ շեմը նվազեցնել, շատ նվազեցնել։ Ռաբզի աստիճանի, չգիտեմ, սերիալների աստիճանի, չգիտեմ ինչի, ասենք այդ կենցաղային դորջարնիվեկի աստիճանի, չգիտեմ ինչերի, հա, բերել հասցնել մի մակարդակի ու հասցնել, որ տես թշնամին եկավ, թշնամին գալիս է, թշնամին էստեղ դու ունես հերոսների, Գարեգին Նժդեհ, չգիտեմ, Վարդան Մամիկոնյան, այսպես, ու հասարակություն մտածում ասում են, լավ, Գարեգին Նժդեհը չկա։ Վարդան Մամիկոնյանը չկա, չգիտեմ, նա չկա, բայց պատմությունը մեզ անընդհատ սովորեցրել է, որ մենք առանց հերոսներին սա առաջ չենք գնում։ Այսինքն այդ պատմության միջից հանենք հերոսներին, հասկանանք, տեսնենք մեր պատմությունը ոնց է գնում, այսինքն հասարակությունը, որ ինքը իրենով պիտի առաջնորդեցնի, հասարակությունն է, չէ՞, դա հերոսներ ծնում հասարակությունն է։ Հա, բայց կներեք, էլի իլերում են ձեր ասացի, չէ՞ որ մարդկության պատմության հենց առաջամարտիկները կամ շոկեքարշները, հա, լոկոմոտիվները, հենց այդ անհատներն են։ Մենք մարդկության պատմությունը, համաշխարհային պատմությունը հիշում ենք անհատներով։ Ոչ մեկ չի հիշում Մակեդոնացու ժամանակ ինչ հասարակություն էր։ Հիշում են Մակեդոնացուն, Դարեհներին, չգիտեմ, Նժդեհներին, Անդրանիկներին, Լուսավորիչներին ու Չինգիզխաններին։ Տեսեք, տարբեր հիմա դուք էլ անհատներին եք ուսումնասիրում ու նրանց միջոցով նրանց պատմության վեր եք անում մի ամբողջ հասարակության վերելք, չէ՞, ասենք այս կամ այն պետության մեջ հայի դերը։ Ես երևի թե շատ ալեգորիկ ստացվեց, հա, փորձեմ մի երկու նախադասությամբ այսպես կներեք, որտեղ հասարակությունը ինքը իրենով էպոս չի գրում, պարոն Ավելյան։ Հասարակությունը չի գրում, բայց էպոսի հերոսները հասարակության միջից են։ Հասարակությունն է, չէ՞։ Հա, հավաքական կերպարներ են, այո։ Հավաքական կերպար, ինչպես մեհերն է հավաքական կերպար, այնքան էլ 4 իշխանությունների 4 ղեկավարներն են հավաքական կերպար, սրանք էլ են հավաքական կերպար։ Հիմա բերում են, հասցնում են այն աստիճանի, Արտակ ջան, որ Նապոլեոն, Չինգիզխան, չգիտեմ, անուններ են տալի, իհարկե կան, մարդիկ դրանց հաշվին պատմություն է գրվել, մենք բոլորս գիտենք, բայց ֆրանսիացիներին Նապոլեոնը չի մնացել պատի վրայի նկար, հասկանում ես։ Նապոլեոնը դարձել է պետության հիմնադիր։ Ֆրանսիացիները դեռ պարտական են այդ մարդուն։ Սահմանադրությունը գոնե պարտական է Նապոլեոնին, հա։ Իհարկե ընթացքում ասենք այդ հղկումներով, փոփոխություններով, բայց Նապոլեոնը դրեց։ Հիմա մոնղոլները, չգիտեմ, հպարտանում են իրանց Բաթուխանով, Չինգիզխանով, չգիտեմ, բայց այս հերոսները սովորեցրել են հասարակությանը, որ դու ինքդ շարժիչ ուժն ես, որովհետև եթե հասարակությանը դնում ես մի կողմ, այդ հերոսն ինքն իրանով ինչ է։ Դե հա, իհարկե։ Մնում է ընդհանրապես անուն, որին ոչ մեկը չգիտի, օրինակ մոնղոլը չի ճանաչում, ենթադրենք Գարեգին Նժդեհին, չէ՞։ Մենք էլ չենք ճանաչում, ասենք հայերը չեն ճանաչում, այսինքն այդ հասարակությունն է շարժիչ ուժը։ Հիմա ինչպես անել, որ հասարակությունը միշտ մնա հերոսի սպասումով, այսինքն հասարակությունը ինքն իրենով չկարողանա առաջ գնալ։ Չմտածի։ Ասած էս իմաստը սա է, որ սա ինտելեկտուալ մակարդակը դատողությունը, վերլուծությունը իջեցնել, հնարավորինս իջեցնել, որ ասեն ինչ անենք, այս հիմա որ կողմնից բոլորը թվում է թե հասկանում են, չի կատարվում, բայց մի տեսակ ասում են լեթարգիկ ինչ-որ քունայչելներ որ այսպես իրականում սա բերել են, հասցել են հենց այդ աստիճանի, որ ամեն մեկը սպասում է, որ մի տեղից մեկը պիտի դուրս գա իրենց առաջնորդ։ Բայց այդ առաջնորդները այսօր հիմա իրական առաջնորդներ եւ այստեղ ամեն քառակուսի մետրին գոնե մի հոգին գոնե չգիտեմ ամեն քառակուսի մետրին չէ, բայց Հայաստանում մեկ գոնե մի 20-30 կամ 1000 հոգի կհավաքես։ Բայց սրանք էլ ամենտեղ ամեն մեկը նստած։ Ես նկատի ունեմ ընդհանուր պարալիչը, այսպես ասած, սա քաղաքական մանիպուլյացիա է, որ աշխատում է Արտակ ջան։ Աֆրիկայում է սա աշխատել, սա աշխատել է Լատինական Ամերիկայում, հա, այսպես աշխատել են հեղափոխություններ են արել մարդիկ։ Հետո մնացածը արդեն ռոպագանդան ինքներենով անում է։ Բայց այդ հասարակությունը միթե այդ աստիճանի
քնած է կամ չի մտածում, որ բացահայտ մարդիկ ասում են, չէ, ուր են տանում։ Ասում են, չէ, ինչ պետք է անեն, ասում են, որ ժողովուրդ, եթե մի բան իրար եկանք, всё, Ալիևը կջղայնանա, կհարցակվի։ Как будто 18 թվականը կամ 15 թվականը այտենց չգիտեմ ինչ էր, էլի, ասենք, շների ու գելու գազանների շրջապատում չէինք։ Այդ նույն ռուսը չէր, կամ այդ նույն ուղղակի մենք շատ հավատացյալ ժողովուրդ ենք, շատ միամիտ ժողովուրդ ենք։ Մենք հավատում ենք, որ Արնախում համիտներից հետո կրթված երիտի թուրքերը լավն էին։ Էլի Վարդան Պետրոսյանին այսօր շուշուտ ենք հիշում։ Ասում է, արա, դե սրանք ուրիշ թուրքեր են։ Սրանք երիտի կրթված թուրքեր են։ Եկան Համիդեն Բեթար ջարդեր, չէ։ Հետո ֆանտաստիկ սիրուն է ասում, էլի։ Լավ, ինչքան ենք խելքի գալու։ Հիմա էլի տանում են ակնհայտ թրքացման։ Վերջում ասում է, գյա թուրքի լավը որն է։ Հա, հիմա այ մերձավոր։ Դու էլի տանում ես, ախր տանում ես էլի այնտեղ, որ էլի կոտորվենք։ Հատակ ջան, նորից գալու ենք գլոբալ թեմայով նայենք։ Ռուսը վատնա, ռուսին անենք, ռուսի բազան վերցրեք ստեղից եւ այլն։ Լավ, ռուսը գնաց, մյուսը ո՞րն է այլ ընտրանքը։ Այստեղ այլ ընտրանքի խնդիր չկա, այլ ընտրանքի խնդիր էլ չկա այստեղ։ Պարոն Մամելյան, կա այլ ընտրանք, կամ ռուսն է, կամ թուրքն է։ Եկեք լոկալ տեղից դուրս գանք, հա, ես ընդհանրացնեմ ու ասեմ ինչի համար։ Հիմա մինչև 2020 թվականը նույն անուններն էին, չէ՞։ Այդ նույն անունները երբ որ մեզ տալիս են, ես ոչինչ չէր ասում այդ տոնը, ասենք հանկարծ 2016-ին կամ 15-ին կամ 14-ին ասեին ընդհանրենք Ալիևյանը տայն հայերը շատ հանգիստ, այ քեզ բան գալիս է թող գա կդիմավորենք, ճանապարհենք, sense մեծ ասենք sense չէ, բայց ինչի մեծ վաստակած ճանապարհ ունեին անցած 30 տարիների այդ ճագերտավոր ֆորան տրված էր, չէ։ Թողը տենց լինի։ Չէ, տրված էր։ Մենք չգիտեինք, 94-ից հետո մենք չգիտեինք 30 տարի կլինի թե 3 տարի կլինի։ Թողը լինի, ուժեղին են ֆորա տալիս։ Գիտենք, բայց մենք գիտենք, որ զինադադար էր։ Այսինքն զինադադար էլ չէր, հրադադար էր։ Այսինքն ցանկացած պահի կարող էր հետ գալ այդ ամեն ինչը։ Մենք ոչ մեկը մեզ կապիտուլյացիա չէր ստորագրել, սպիտակ դրոշով չէին եկել մեր առաջ, խաղաղության պայմանագրեր էսպես չէին ցրտնել այն ժամանակ։ Մենք գիտենք, որ էսի պիտի գա 30 տարին, հիմա կարող է մի տարին էլ, 2 տարի, բայց 30 տարի ձգվեց։ Եկավ 30 տարի հետո հանկարծ պարզվեց, որ իրադրությունը լրիվ այլ է։ Այսինքն նրանք եկան, երեխեքին վերցեցին, գնացին չնայած պրոպագանդայի տեսակետից 2020-ին գոնե ասենք այդ պատերազմից մեզ հասավ եւ սա նույնպես շատ խիստ վերահսկվում էր, ասենք, մեզ հասավ ամենավատ պրոպագանդան, այսինքն այն լավը չէր հասնում այս։ Հիմա սովետական միությունը ինչի հաշվին կարողացավ հաղթել։ Պրոպագանդան աշխատում էր, չէ։ Արտակ ջան, երրորդ ռեյխը, երբ որ Հիտլերը եկավ իշխանության, առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ Վերսալյան պայմանագիր բանը, այսպես երրորդ ռեյխը, Գերմանիայի կայսրությունը, այսպես ասած, խայտարակ վիճակում էր։ Գինդենբուրգը, վերջին պրեզիդենտը, այսպես ասած, Գերմանիայի, ինքը խաղամոլ էր։ Ինքը մեծ պարտքեր ուներ, այդ ամրոցներ ուներ, ինչ ուներ, արդեն չգիտեմ, կրվել էր, իբր արդեն պարտքեր ուներ, հա, կարողացան սրանից օգտվել կամ Գինդենբուրգը իշխանությունը թողեց Հիտլերին, պատկերացնում եք Գինդենբուրգը, հանգիստ ճանապարհը թողեց Հիտլերին այդ կոպիտ ասած կամ ունեցածը ապահով տանելու կամ ասենք այդ վերահաս փորձանքից փրկվելու համար, որ չասեին, ասենք, այսինքն անձնական շարք կար, անձնական նպատակ կար։ Ես չեմ ուզում համեմատել մեր օրյա հների հետ, ինչի թողեցին, ինչ էր պետք, ինչ թողեցին, ինչ տարան իրենց հետ կամ ինչից փրկվեցին, հա, երբ որ թողեցին այս ամեն ինչը գա մեր օրը, չգիտեին, գիտեին, չէ՞։ Իսկ մի ամտություն կլինի մտածել, որ չգիտեին ինչ պիտի լիներ, բայց թողեցին, ասացին ոչինչ, չէ, այդպես չի։ Այս ամեն ինչը նախագծվում է, գծագրվում է, բերվում է ճշգրտությամբ աշխատում է։ Բայց Գեբելսին գտավ Հիտլերը, ասեց պրոպագանդա։ Արտակ ոչ մի բան չունեին։ Գերմանական փողերը լցնում էին վառարանները, վառում էին, որ գոնենաց, չգիտեմ, չայ խմեին։ Արժեք չուներ, կոպեկ չունեին, այդ ռեպարացիաները դրած առաջին աշխարհամարտից հետո, հա, այդ Վերսալյան այդ խայտարակ պայմանագիրը պրոպագանդայի հաշվին Գեբելսը կարողացավ գերմանացիներին համոզել, որ մենք արիացիներ ես, մենք գերմանացիներն էսպես, գերմանացիներն էսպես։ Գերմանացիները կանգնեցին ոտքի։ Հիմա մեր մոտ ինձ այն օրը մեկն ասում էր մեր առաջին ցեղասպանությունը եղել է 301 թվականին։
Մտածում ես, ասում ես, դες ո՞նց աշխատում ռոպագանդան։ Ես ասում եմ ռոպագանդան ո՞նց է աշխատում։ Այս լոկալ բաներից դուրս են գալիս, ասում եմ, ի՞նչ ա եղել 301 թվականին, դե ասում ա տրտատ նայ լավ թուրն առավ ընկավ դռնեդուր, վզները կդրեց, ասես կամ քրիստոնյա է, կամ այսպես, կամ այնպես։ Ասել որ դուք տեղյակ եք, նացիոնալ սոցիալիստները կամ ինչպես դուք եք ասում նացիստները, ինչքան գրքեր վառեցին, Դոստոևսկիների բոներ, չգիտեմ, վառեցին, հա, ինտելեկտուալ այդ ամեն ինչը վառեցին։ Սուրբ գիրքը վառեցին, Գերմանիան քրիստոնյա երկիր չէ։ Անգլիացիները քրիստոնյա չէին, չգիտեմ, վերջապես դե վեր կացեք գնացեք նորից Գերմանիայի վրա կռիվ կա։ Այդ երկու անգամ կապիտուլյացիա ստորագրած, այդ ռոպագանդան վերում են ասում են գիտես ինչ սիրելի հայեր։ Բռնի ուժով իհարկե քրիստոնյա չեն դառնում, սա միանշանակ, այսինքն թուրը վերցնես դեմ տաց ասել քրիստոնեությունը դա ընտրություն է, մարդը կամ ընտրում է լինել քրիստոնյա կամ չի լինում, չի ընտրում։ Քրիստոնյա կարող ես լինել մի երկրում, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն չէ, քրիստոնյա կարող ես չլինել մի երկրում, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն է, այսինքն սա մարդու անհատական ընտրությունն է, սա պետությունը չի որոշում։ Դու եկեղեցին չի որոշում դու քրիստոնյա ես թե չէ։ Մարդը ինքն է ընտրում, չէ՞ Արտակ ջան։ Դու ես ընտրում։ Դու կարող ես ընտրել, կարող ես չընտրել, այսինքն 301 թվականն էլ գալիս է մտնում են հայկական ավանդական այդ իրենց իսկ բերանով դավանած այդ ֆոլկլորի մեջ արտխախոտ մահանեն կարկուտ այ Ժորժ ջան ասում 301 թվականից առաջ պատմություն չեք ունեցել 2016 թվականից առաջ պատմություն չեք ունեցել 2018-ից առաջ 2020-ից առաջ դուք պատմություն չեք ունեցել ախր դուք պատկերացում չունեք ինչ հերոսական կռիվ են տվել այս տղեկը 90-ական թվականներին ոչինչ չունենալով ոչ զենք, ոչ հագուստ, ոչ սնունդ, ոչ կլուբնիկ են որ պահել եք ուրախանում եք, ասում եք ինչի վրա եք ուրախանում, ասում եք կլուբնիկ են ուտում։ Այդքան կլուբնիկ չէ, չոր հաց էլ չեն կերել։ Մենք հացի մասին չէինք էլ մտածում, մեզ ամենաշատ ջուրն էր հետաքրքրում, որը չկար։ Օրերով հաց չենք կերել, մեզ հետաքրքիր չէր, մենք ջուր էինք ուզում, այսինքն, բայց եկավ կլուբնիկի դար, եկավ սմարթֆոնի դարը նկարենք, ընկերուհի, չգիտեմ, հələ տեսեք սնարյադը գալիս է, այսպես նկարում են, ասում եմ, Ժորժ ջան։ Ես կարծեմ մի անգամ այստեղ խոսել ենք միասին այդ ամենագլխավոր երկու համակարգերի մասին, որը անմիջապես ապահովում էր այդ ֆիզիկական անվտանգությունը, հա, հոբ համակարգը եւ այդ անօթաչուները, այսպես ասած։ Հիմա եկել են այս, չգիտեմ, 4-րդ սերունդը, 5-րդ սերունդը, տարին մեկ էլ փոխում այդ սերունդը, որը սերնդի պատերազմը, արդեն ես էլ չգիտեմ, արդյոք է գիրի, հա։ Տեղական մեր Մաքիավելին այսպես բերեցին, ասում եմ, այ Ժորժ ջան, լավ, հոբ համակարգ չունենք։ Անօթաչուները չունենք այդ բեսպիլոտնի կոչվածները։ 2016 թվականին, եթե հիշում եք, այսպես տարածում էին նաև, որ սահմանը հսկում են կանսերվի բանկերով, ինչ-որ շղկոց պիտի գար, ինչ պիտի գար, շունը պիտի հաչար, ինչ պիտի աներ։ Այս ամեն ինչը պրոպագանդա էր Արտակ ջան, պրոպագանդա։ Բայց երբ որ ես սկսեցի խոսել այն պոտենցիալի մասին, որ դուք իրականում ստեղծել եք, բայց չունեք։ Դուք ստեղծել եք զորավոր մի բան, որը ձերը չի։ Ձերն է միայն այն ամենը, ինչը չունեք եւ փնտրում եք դրսում։ Այդ որ մի քիչ մանրամասնեք, այնց հակասական բան եք ասում, ստեղծել եք մի բան, որը ձերը չի։ Այսինքն Հոբ համակարգը կլինի, չգիտեմ, անօթաչուն կլինի, կարծեմ խոսել ենք, բայց հիմա նորից կկրկնեմ, 1939 թվականի հոկտեմբերի 1 կամ 2 կարևոր չի օրը համաշխարհային պատերազմը սկսվել է, Հիտլերը արդեն մտել է Լեհաստան, հա, 30 թվականի սեպտեմբերի 1-ին մտնում է Լեհաստան ու սկսվում է երկրորդ աշխարհամարտը։ 39 թվականի հոկտեմբերին Ստալինի զեկուցում են, ասում են ընկեր Ստալին այն ինչ որ պատվիրել էիր, այսպես կենցաղային եմ ասում, հա, արդեն պատրաստ է, Ստալինը չի հավատում, ասում է ոնց, արդեն կա, ասում եմ, այո, ասում է անձամբ եմ գալու ստուգելու եւ նա ով, այսպես ասած, ստեղծել է դա, ինքն էլ պիտի փորձարկի։ Բերում են ինժեներին, ասում են դու ես ստեղծել տղա ջան, ասում եմ, այո, ասում եմ դե փորձարկի, տեսնեմ։ Այսինքն դու հասկանում ես, չէ, 39 թվական պատերազմը սկսվել է, Ստալինը ինչ որ բան է պատվիրել, ինչ որ մեկը վերակացել, ասում է ես արել եմ։ Հանկարծ ու հանկարծ չէր ստացվել այդ փորձարկումը, տնով, տեղով, ընտանիքով էսպես 7 պորտով գնում էր կորեր, հա։ Բայց այս մարդը փորձարկում արտա, գիտես ինչա փորձարկում։ Փորձարկում այն, որ 1939 թվականին Լենինգրադի օդանավակայաններից մեկից օդ է բարձրանում ռուսական ծանր ռմբակոծիչը։ Այն ժամանակների համար ծանր, հա։ Ես չգիտեմ որ մեկն է ժամանակների համար ծանր։ Ուրեմն մոտ
40-45 րոպե կատարում է պայմանական մարտական առաջադրանքը, որովհետև պատերազմը դեռ չէր ասել Սովետական միությունում համոզված էին, որ Մոլոտով եւ Ռիբենտրոպ պակտը պիտի աշխատի, հա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բարձրանում է օդ ծանրարմբակոծիչը, կատարում է պայմանական առաջադրանքը մարտական եւ բարեհաջող վայրի չկա կատարում առանց օդաչուի։ 1938 թվականին։ Առաջի բեսպիլոտնիկը։ Հաստատի։ Ես չեմ ասի սա բեսպիլոտնիկ կոչված, բայց մարդը կարողացել էր մշակել այդ ինքնակառավարման համակարգը, այս մարդ հետո մշակեց նաև այդ կատապուլտ կոչվածները, այս մարդ հետո մշակեց այդ տիեզերական այդ կապսուլները, որ հետ էին գալիս այդ տիեզերագնացները գալիս էին բարեհաջող հասնում են, այս մարդը Չաչիկյան Ռուբենն էր։ Այս մարդու մասին եթե դու հայերեն բացես, մի քանի տարբերակներ կան, այնտեղ կարծեմ նույնիսկ գրված է չի հայերենում, որ այս մարդը ինչ-որ առաջին անգամ այսպեսի բան է եղել, որ 30 թվականին հայերենում կարծեմ չկա։ Ես մեր առաջին գրքում, թե երկրորդ գրքում չեմ հիշում, այս բանը նրա մասին խոսել ենք, կամ նույն հոբ համակարգը։ Ես երբ որ խոսում եմ սրա մասին, ես մարդկանց ասում եմ, «Շուր ջան, դուք հոբ համակարգն ու այդ բեսպիլոտնիկ կոչվածը ձեր այդ մերձավոր հարևանի լեզվով ասած գնացել եք ուզում եք առնեք որտեղից ուզում եք առանց հասկանալով որ ախր դուք եք տվել սա այդ մարդկանց։ Այսինքն դուք ստեղծել եք մի բան, որը ձերը չի։ Ինչ է մնացել ձեզ մնացել է այն ամենը, ինչ որ չունեք, ոչ ինչ չունեք։ Բայց կարծում եք մերը չի, թե մենք չգիտենք ախր, շատերը չգիտեն այդ մասին։ Դե հիմա երբ որ խոսում ես Արտակ ջան, տես դարը ուր է հասել։ Ես չեմ կարծում մենք եզակի ենք, այսինքն կոնկրետ հայերի մասին է խոսք, աշխարհում է այսպես, բայց մեր մարտահրավերներին նայելով Հոլանդիայի պաշտպանության նախարար կարող է լինել 27 տարեկան կին, օրինակ կամ աղջիկ, նույնիսկ ինձ հետաքրքիր չէ, սա ոչինչով չի խանգարում Հոլանդիային։ Մարտահրավերների մասին է խոսքը։ Երբ որ դու նայում ես պետության արժեվ ծանրացած մարտահրավերներին, երբ որ դու նայում ես քո պատմությանը, որ դու ունեցել ես Բաբա Ալի, դու ունեցել ես, չգիտեմ, այսպես Բաբա Ալին դա Սուլթան Համիդի նստավայրն էր, որտեղ հնչակները այսպես ցույց արեցին, ինչը հանգեցրեց Համիդյան Շահբանը կոտորածներին 1895 թվականին։ Երբ որ դու նայում ես պատմության, երբ որ նայում ես քո հետ ինչպես են վարվել, երբ որ դու հետո նայում ես, ասում ես, «Ժողովուրդ, դուք նայում եք ձեր պատմության մեջ անդադ Համիդը մեզ ջարդեց, հետո երի թուրքերն եկան, Վարդանի ասաց, սրանք ցիվիլ թուրքեր են, սրանք հակակիր թուրքեր են, հետո Աթաթուրքն եկավ, Աթաթուրքը լրիվ ուրիշ թուրք էր, Աթաթուրքը նրանց հետ գործ ուներ, որովհետև երի թուրքերը տանուլ տվեցին առաջին աշխարհամարտում, երի թուրքերը խայտարակ եղան 18 թվականին, Արտակ ջան, մեր պետության համար ինչ կարևոր թիվ է, չէ՞, առաջին հանրապետության համար։ 1918 թվականին Հունաստանի Մուդրոս կղզում Անտանտի զորքերը արդեն այսպես հաղթանակն արդեն հասկանալ է, Թուրքիան ընդունել է իր պարտությունը, Թուրքիայի կառավարությունը կարծեմ Էնվերի կառավարությունն է, կանչում են Մուդրոս, անգլիական նավում, այդ Մուդրոս կղզում ծովածոցում կայանած էր անգլիական նավը, կանչում են ասում են արի ստորագրի։ Բերում են թուղթը բացում են, ասում են Մուդրոսի պայմանագիրը նստի ստորագրի, շատ հանգիստ ստորագրում են թուրքերը, որովհետև տարբերակ չունեին, դες ինչ էր գրված Մուդրոսի պայմանագրում։ Երբ որ հայերը Արևմտյան Հայաստանի հայերը, Օսմանյան կայսրության հայերը լսում են Մուդրոսի պայմանագրի կետերը եւ լսում են, որ երի թուրքերի կառավարությունը ստորագրել է Մուդրոսի պայմանագիրը, ամեն տուղ 7 մատաղ էր արել երևի։ Փրկվեցին, վերջ, ինչ է փրկվել էլի։ Անգլիացիներն եկան, թուրքերին էսպես արեցին։ Ինչ էին արել Մուդրոսի պայմանագրում գրված էր, որ Կիլիկիայի զորքերը հանում ես դուրս, շատ նեղել էին այսպես Օսմանյան կայսրությանը եւ նույնիսկ ուլտիմատումներ կարել, սա Վիլսոններից առաջ, Վիլսոնի մասին խոսք չկա, Վիլսոնները հետո էին։ 18 թվականի մասին է խոսքը։ Եվ եթե հանկարծ Թուրքիան չի կատարում այս Մուդրոսի պայմանագրի սկզբունքները,
դաշնակիցները պարտավորվում են մտնել եւ ազատագրել, այսպես հայր ուրախացել են, ասում են, անգլիացիները կգան։ Դե մի հույս էր, մի բան ինչ անեին խեղճերը։ Դա ասում եք, էլի 18 հետ ցեղասպանական այդ դաժանագույն շրջանը։ Արտակ ջան, թուրքերը ոչ միայն Կիլիկայից չէ։ Թուրքերը ոչ միայն Կիլիկայից դուրս չեկան։ Թուրքերը մի հատ էլ տեսանք ինչ արեցին։ Հետո եկավ Քեմալը, հայրը նորից սկսեցին փորձել, ասենք, Քեմալի հետ պայմանավորվել, լեզուն այբուբենը ստեղծեցին, սա ստեղծեցին, այսպես արեցին, բառարաններ տվեցին, քերականություն, ուղղագրություն, ամեն առաջին պրոֆեսորներ, առաջին գիտնականներ, ասա արդեն մեր երրորդ գրքում, ճանապարհ դեպի գրքում ենք մանրամասն խոսել ենք, թե ինչեր արեցին հայերը Համիդյան կառավարության շրջանում, երբ որ Համիդը արդեն որոշել էր, որ պիտի հայերին ծեծու ջարդանի։ Ամբողջ բանկային համակարգը, ամբողջ առողջապահական համակարգը։ Արտակ այդ սուլթանական այդ գանձապետարանը 3 հայր վրա փոխում էին իրենց։ Այնտեղ դրսում մի քանի հայ մեռնում էին, այստեղ հայերը նորից փոխում էին իրար։ Մենք Գաբրիել Նորատունցյան ունենք երի թուրքերի կառավարության արտաքին գործերի նախարարը։ Երի թուրքերի կառավարության, հետո այս մարդը երբ որ հասկացա, որից հետո ինքը արդեն դեմ գնաց երի թուրքերի, բայց ինչ կարող էր անել, այնտեղից թողեց փախավ Եվրոպաները, ոչինչ չկարողացավ անել։ Հետո եկավ արդեն երկրորդ աշխարհամարտը, եկավ 38 թվականը, այստեղ ամենախայտարակ այս ես ինչից եմ ամենաշատ այսպես չգիտեմ ճիշտ բառը ոնց ասեմ, այսպես ջղայնանալու մասին չի խոսք, ես մտածում եմ լավ է ժողովուրդը պատմություն չգիտի։ Քանի խաղաղության պայմանագրեր բերենք շեշտենք ցույց տանք պատմության մեջ, որ խաղաղության ստիպողաբար փորձել են մեկին ասել դու խաղաղության պայմանագիր ստորագրի, վերջում շուռ եկել են այդ մարդու գլխին։ Այսպես երբ որ Հիտլերը Ավստրիան վերցրեց, գնաց, չգիտեմ, այսպես Եվրոպայի կես արդեն սկսեցին վախենալ, անգլիացիները մտածեցին, այ քեզ բան, Հիտլերը շատ լավ պոտենցիալ այսպես ասած զենք է ուղղելու դեպի սովետական միություն։ Եթե կարողանանք Հիտլերը ճիշտ պայմանավորվել, Հիտլերին կուղղորդենք սովետական միություն։ Սովետական միությունը մտածում են, եթե կարողանանք Հիտլերի պոտենցիալը ճիշտ օգտագործել, Հիտլերին կուղղորդենք Եվրոպայի դեմ, Անգլիայի վերջը կտա, Հիտլերը երկուսի հետ էլ ստորագրեց խաղաղության պայմանագիր։ 38 թվականի Մյունխենի պայմանագիրը ստորագրեցին Նևիլ Չեմբերլենի հետ, Էդուարդ Դալադյան Ֆրանսիայից, Մուսոլինին, որ վարչապետն էր Իտալիայի, Մուսոլինին, Հիտլերն ասում էր Մուսոլինին ուսուցիչն, այսինքն որպես նացիստ, Մուսոլինին դե Հիտլերին արդեն վարպետ էր, այսպես Հիտլերը երեխա էր դեռ այն ժամանակ էլ։ Հիտլերը Մուսոլինի դες ովքեր են ստորագրում սա։ Չեմբերլենը եւ Դալադյան, Ֆրանսիան եւ Անգլիան ստորագրում են Մյունխենյան պայմանագիրը, բայց այս Մյունխենյան պայմանագրով Չեխոսլովակիային մեղմ ասած, շատ մեղմ ասած, փուրը տվեցին, ասեցին կեր։ Հիտլերին տվեցին, ասեցին կեր ախորես։ Երբ որ գնաց սովետական միության կողմ, ընդեղից Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը դրեցին, ստորագրեցին, Ստալինն ասեց չենք հարձակվում։ Ճապոնիայի հետ գնաց ստորագրեց Ստալինը, որ մենք իրար չենք խփում, են երեխա ժամանակները հիշում են, որ մեր Բաքում կռիվ էին կանում, այս սովետական ժամանակ դպրոցի տարիներին շղթաներով, չգիտեմ են, այսպես ռուկատկեկ էինք ասում, ասենց ամեն մեկս ինչ ունենք, երեխա կռիվ էին կանում, իջնում էինք բակ, ասենք կողքի շենքից, մեկ էլ տեսնում ենք այդ կողքի շենքից մեկ ընկերներ կան, էլի մեջները ասենք։ Այն որ արդեն պիտի սկսեր այդ կռիվը, շատ համով կռիվներ էր, ճիշտ է, ջարդում էինք իրար, բայց համով կռիվներ էր, հա։ Մեկ էլ այսպես մոտենում ենք այն մեկի ականջին, ով որ մեզ շատ մոտ է, ես քեզ չեմ խփի, մեկ էլ ինձ մեկ գալիս ասում ես քեզ չեմ խփի, այսինքն ուշադիր եղի, որ ինձ չխփես, էլ ընդդեմ խփես իշքան, այս կերպ ստորագրեցին։ Մյունխենյան պայմանագիրը ստորագրեցին, հետո Մոլոտով-Ռիբենտրոպ, սա ամեն ինչը շուռ եկավ եւ սովետական միության վրա հարձակվեց եւ Անգլիայի վրա հարձակվեց։ Երբ որ եկավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նացիստ համար երկուսը, գլխավոր նացիստ Հիտլերից հետո Գյորինգը, հա, ասեց տղեկ, ոչ էշորս ես կենցաղային լեզվով եմ ասում, որովհետև չեմ սիրում էլ այդ, ասեց տղեկ, եթե սենց անկեղծ մտնոլորտ, եկեք մի բան էլ ես ասեմ, էլի, թույլ կտակ, մեկ ավաղը միսոր կախելու եք, էլի գիտենք, էլի, չեք պրգվելու, չեք թողելու մեզ, թեև ֆաշիստներ այսպես հույս ունեն, որ լավագույն դատապաշտպաններն էին վարձել, եւ իրոք շատերը փրկվեցին, շատերը նույնիսկ հետո գնացին գերագույն պաշտոնները։ Բայց Գյորինգն ասաց տղեկ, այդ որ մեզ դատում եք դուք, օրինակ, չգիտեմ, սովետական միությունից գլխավոր մեղադրող ինչ-որ Ռոման Ռուդենկո կա, չգիտեմ,
Արդեն 250,000 մարդու գլուխ էր կերել։ Ռոման Ռուդենկոն 37-38 թվերին։ Ասես բա ձեզ ով պիտի դատի։ Դուք որ խաղաղության պայմանագիր էիք ստորագրում, բա ձեզ ով պիտի դատի դրա համար։ Դուք այդ խաղաղության պայմանագիրը ստորագրում էիք սատանայի հետ։ Դուք հիմա նստել եք սատանայի, այսպես ասած, երկրորդ, երրորդ սատանաներին եք դատում, Հիտլերը չկա, Հիտլերը ձեր համար սատանա էր։ Գյորինգին եք դատում, չգիտեմ, Շախտին եք դատում, չգիտեմ, այսպես Ռիբենտրոպին եք դատում, բայց եթե Ռիբենտրոպին դատում եք հիմա, Ռիբենտրոպը կախաղանելով, այնտեղ նստած է Նյուրնբերգում, բա Մոլոտովն ուր է։ Պարոն, դու սատանայի հետ խաղաղության պայմանագիր էիր կնքում։ Հետո այդ սատանան դուրս եկավ, ասես տղեկ, ներողություն, որ ասում են նիչեվո լիշնովա, պրոստը բիզնես։ Միևնույն է, արտակ չկա խաղաղության պայմանագիր ու ամենա հզոր խոսքերը, որ քաղաքականության մեջ երբևէ հնչել է, այդ Չերչիլի խոսքերն են, հա, Չերչիլն այն ժամանակ վարչապետ չէր, այդ Նևիլ կոչված Չեմբերլենը, որ վերադառնում է Մյունխենից, ասում եմ, ես փրկեցի անգլիացիներին, պատերազմ չի լինի, Հիտլերն այստեղ չի գա, Չերչիլն ասում է, այ միամիտ անգլիացիներին ասում ցանապես, ասում է խայտարակության եւ պատերազմի միջև դուք ընտրեցիք խայտարակությունը եւ դրա համար կստանաք խայտարակ պատերազմ։ Այսինքն պատերազմ միևնույն է ստանալու եք, բայց դուք կարող եք պատերազմը ընտրել եւ ստանալ այն դիրքից պատերազմը, հա, սուրը ձեռքի պատերազմը։ Հիմա միևնույն է ստանալու է պատերազմը, պարոն։ Պլյուս խայտարակություն։ Պարոն Մամելյան, ձեր առակը ինչ կցուցանեն։ Միթե այս գերագույն երիտասարդը հեղափոխական, որ երկու օրը մեկ գնում է տարբեր պոնտեր անում, որ այսինքն առաջարկե պատրաստ ենք այս միասին անել, ստեղ անել, ընդեղ անել, Ալիևի գլուխը չի մտնի, որ այ բութ խաղաղասեր տղա է, էլի, արի ստորագրի, էլի։ Արտակ ջան, ես երբեք չեմ նայել անհատներին որպես այսպես ինձ համար անհատները լոկալ կետեր են, ես չեմ նայել։ Ես այսքան որ խոսում եմ, գնում եմ մեկ էստեղից, մեկ էս թվից, մեկ այն թվից, ես փորձում եմ բացատրել, որ գոյություն ունի այսպես ընդհանրական պատկեր, այս հասարակությունը մեր ժողովրդի մեջ ինչ-որ մի գենային մի բնավորության գիծ կա, որը նույնն է եղել եւ 1915-ին եւ 1895-ին։ Եթե շատ հետ գնանք, նույնն է եղել Շապուի ժամանակ, նույնն է եղել Շահ Աբասի ժամանակ, նույնն է եղել մեր թվարկությունից առաջ, այդպիսի մի բան կա։ Այսինքն գլոբալ ինչ-որ խնդիրներ կան։ Հիմա Միհրդատ եւ Պատոր, Պոնտոսի թագավորն էր, հա, Տիգրան Մեծի աներն էր կարծում։ Ինչ էր անում այս մարդը, գիտես, ասում էր մեկը ինձ թույնելու են, ես գիտեմ ինձ թույնելու են, շատ էլ վախենում, հա, անտեր ամնում։ Ֆանտաստիկ դեմք է, էլի։ Մի 20 գրամ, 3 գրամ, 6 գրամ հատուկ բժիշկներ էր, պահում դոզան շատացնում են, այսպես ասում են, այնց արեք, որ ինձ նորմալ դոզա տան, ես չթունավորվեմ։ Մեկը ինձ թույնելու են։ Այս մարդու պատմության մեջ ասում են թույների արքա։ Ես ինչ էի ասում, կրթական համակարգի տոտալ պարալիչ։ Երբ որ կրթական համակարգը տոտալ պարալիզացնում ես, սկսում ես արդեն գրամ այդ նեգատիվը պոզիտիվի տեղ տալ ժողովրդին։ Մեկ եկել ռաբիզ, մեկ եկել, մեկ եկել, ուրախացեք, ադրենալին, այն։ Անցավ մի տարի, 2 տարի, նա թեթև պատերազմից մի հատ այսպես ժխշվում են, ասում են, նա կինո նկարեք մի քիչ տենց ռոպագանդայի վրա, սովետական ռոպագանդայի չես համեմատ, այստեղ ռոպագանդա չկա ընդհանրապես։ Այսինքն այդ չափաբաժինն այնքան ավելացրեցին այդ 30 տարիների ընթացքում իմիջայլոց, դա 3 չեղավ, 2018 թվականին չեղավ դա, դա եղավ ուղիղ 91-ից այդ անկախության շրջանից մինչև այդ օրը կամանց Արտակ ջան վերեցին, հասցրեցին այն աստիճան, երբ որ բաժակով տվեցին։ Սա իհարկե ինչ-որ հավաքական կերպարի մասին է խոսքը, իհարկե որ ցավոք սրտի լավ թիվ են կազմում, հա, այդ չեմ կարող ասել մեծամասնություն, բայց մեծ թիվ են կազմում, հա, այդ քանակ այդ զանգվածը վերցրեց այդ բաժակը ասենց խմեց, ով էլ չարեց։ Ես նկատի ունեմ Արցախի կորուստը։ Բերեցին, հասցրեցին այն աստիճանի, որ 10 գրամով, 20 գրամով, 50 գրամով, 100 գրամով, 200 գրամով, հետո մի ամբողջ գրաֆինկով զես լցեցին, ասեցին ժամանակն եկել է, մենք ես 30 տարի ես դոզան տվել ենք, որ դու կարողանաս մարսես։ Ինչը մարսենք։ Պետության գերագույն գլխավոր դարպասը քո պետականության դուռը տարան, բայց դու եկավ ասեցիր տղեկ ինչ 150 դրամ, ես մեզ ինչի տեղ եք դրել, տրանսպորտ, տրոլեյբուս, հասկանում ես,
մի կռի, մի ղալ-մաղալ, մի փողոց պարկել, մի ծեծել, մի հատ էլ որ խոսում ես հանգարց, հակառակ ռեակցիա է տալիս, ասում են դու 50 դրամը քո համար փող չի, մեր համար փող, ասում են Շողոն ջան, դուք ես չեմ հասկանում, դուք պետության գլխավոր դուռը տվել եք, հիմա նստել եք լացում եք, ասում եք ով ասես կապան մեջ։ Հապես պետությունն գիտակցումը կա ձեզ։ Դե հիմա նայ, տես ասում ես, անկախությունը հղում չանել անկախությանը, չէ՞։ Հա, անկախության հռչակագրը։ Ինչ անկախություն, որտեղ երկու անբեկանելի, անսասան, անքննարկելի կետ կա։ Մեկը Արցախն է, մյուսը ցեղասպանության հարցն է։ Հիմա երկուսն էլ պահանջատեր են, էլի, իրա կարմիր կովերն են պահանջում, որ պետք է փոխեք, որ մեր այդ աղբերություն անեք։ Առանց հասկանալու ճիշտ եք ասում, որ այ բութ, պատմությունը քանի անգամ մեզ պետք է ապացուցի, որ ինչ ուզում ես հանի, ինչ ուզում ես փոխի, մեկը մորթելու են։ Մեկը իրանց գործը մորթելն է, մարդասպան են այդ մարդը։ Ուրեմն 7, 8, 10, 20 հազար տարվա ես չգիտեմ պատմությունը քանի հազարամյակների այսպես թիվը չեմ կարող ասել, հա, ընդհանրապես չգիտեմ, 10000 տարի, մոլորակի ինչքան կա, մարդիկ պատերազում են։ Այդ հազարամյակների մեջ դաջվել է, պատերին է դաջվել մարդկանց ենթագիտակցության մեջ գոնե շատ պետությունների, շատ ազգերի, որ կարողացել են վեր բարձրանալ, դաջվել է մի պարզ ճշմարտություն, ցանկացած իրավունք ձեռք է բերվում առնվազն ստիպողաբար եւ պատերազմ։ Այսինքն որևէ իրավունք քեզ նվեր չեն տալուց, չի եղել դες բան։ Ոչ մեկի որևէ իրավունք չի տվել, ասել գիտես ինչ ախպեր ես, ԽՍՀՄ-ի սահմանադրության մեջ կար մի կետ, ըստ որի դու կարող ես ԽՍՀՄ-ի ժամանակ դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից, որևէ մեկը կարող էր դուրս գալ։ Որևէ մեկը կարող էր կայնել ասել, գիտես ինչ, Լեոնիդ Իլիչ, ասենք, չգիտեմ, Բրեժնևի ժամանակներին, հա, գոնե ուզում եմ դուրս գալ, դե այսպես եմ ուզում։ Ոչ ոք ոչինչ չէր կարող փոխել։ Բայց մենք այդ դուխը ունեցանք ու դուրս եկանք առաջին։ Հիմա ես ուզում եմ հասկանանք ինչ բան է պետությունը, Արտակ ջան։ Ամեն երկրորդ մարդն ասում է պետություն են կորցնում։ Ախր դուք պետությունը վաղուց եք կորցրել, շատ վաղուց եք կորցրել։ Պետությունը կորցրել են ոչ թե 91 թվականին, պետությունը կորցրել են ոչ թե բոլշևիկների ժամանակ, այդ ժամանակ կորցրել են իրենց ազատությունը, բայց պետությունը կորցրել են շատ ավելի շուտ։ Պետությունը կորցնում են այն ժամանակ, երբ որ մանկապարտեզի տեղում կազինո են կառուցում, օրինակի համար։ Օրինակի համար։ Հիմա եթե 1915 թվականին երկու հոգի նստած զրույց էին անում, այս տեխնիկան չկար, ոչ մի բան չկար, Համիդյան ջարդերից հետո Եղեռնի, ասենք, այդ վախիտակ երկու հայեր փորձում են հայերին զգուշացնել, որ երի թուրքերը այսպեսի բան են պլանավորել։ Փորձում են զգուշացնել, նստած խոսում են ու մեկը հանկարծ ասում է, գիտեք ինչ, ժողովուրդ, մեր բազմադարյա խնդիրների առանցքային, ասենք, այդ պատճառը, որ մենք միշտ ընկնում ենք նույն փոսը, մեր կրթական համակարգի պարալիչն է, կրթական համակարգի։ Այդ կրթական համակարգի ինչից է սկսում, դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։ Բայց 15 թվականին եթե մեկն ասել եկեք կրթական համակարգից խոսենք, այս ձեռքի տակ ընկած առաջի ժող գործիքով կտային գլխին, Արտակ ջան, կասեին վտանգն եկել է դուրը, դու խոսում ես, չգիտեմ, մանկապարտեզ։ Դե բա կրթական համակարգը ինչ հիշում եմ իմ գիտակցական կյանքում մենք մեռանք բարեփոխելով։ Հիմա սուպեր-պուպեր բան էր դառել, էլի ասենք, բայց տենց ամենավատ համակարգերից մեկն է, էլի, որ երախուս դպրոցական դասագիրքը վերցնում, չգիտեմ, այնտեղ հայեր են գրածա, բայց ես չեմ հասկանում։ Իսկ ես բան չեմ, էլի, ասենք, օրինակ, այս ինքնախոստովանություն եղավ, չէ, որ իրանք տգետ են, բայց պետություն են ղեկավարում։ Այդ տգետը գնացեք։ Գրագետ մարդիկ կգան, հա։ Ես գրագետ, ասենք, ինձ համարում եմ, գոնե սովետի կրթությունը։ Հա, էլի չէ, լավն էր։ Կարծում եմ բան չեմ հասկանում։ Հիմա բարեփոխվել եք, որ բան չհասկանանք։ Ընկերուին տիկնակ եւ պարոնայք ԿԳՄՍ-ներ, ՃՊՋՌ-ներ։ Ասենք, ես ինչ գժանոց է։ Դե հիմա այսպես ասեմ, մենք այս երկրում ապրողներս չափահաս տղամարդիկ գոնե մի անգամ պատերազմի հոտը տեսած կլինենք, ոնց է լինի։ Գոնե մի անգամ եղած կլինենք այնտեղ, հա։ Չմանրամասնենք, ես էլ լինեմ, դուք էլ եք եղել, հա, վերջը, տեսել ենք, կռիվներ ենք տեսել պատերազմի ժամանակ, պատերազմում մարդը ինչ է ուզում, մարդը ուզում է չմեռնել, տարբերություն կա չմեռնելու և ապրելու միջև, կա տարբերություն, պատերազմի ժամանակ մարդը փորձում է չմեռնել, երբ որ պատերազմից գալիս ես տուն, դու պիտի փորձես ապրել,
30 տարի այս մարդիկ փորձում են չմեռնել։ Հիմա պատերազմ եկել է դուրը, նորից փորձում են չմեռնել, ասում են պարոնայք, եթե դուք ուզում եք այսօր չմեռնել, այո, հոբ համակարգեր, չգիտեմ ինչեր, Հնդկաստանից ուզեք, Պարսկաստանից ուզեք, ռուսներից ուզեք, որ այսքան ասում եմ, էլի դուք եք ստեղծել առաջինը, բայց եթե դուք ապրել եք ուզում, եթե դուք հազարամյակների թռիչքով ուզում եք ապրել, ոչ թե չմեռնել, մանկապարտեզներ կառուցեք, ապա մոնտաժեք հնարավոր բոլոր կրթական համակարգերը, որոնք սնուցվել են դրսից, կարևոր չի ռուս, վրացի, թուրք, եզդի, չգիտեմ, կարևոր չի։ Ազգային պատկանելություն չենք ասում, ոչ մի բան չենք ասում, ես էլ եմ ասում, հանուն արտահայտության սովետական կրթությունը շատ ուժեղ է։ Ես եմ սովետական կրթություն անցել։ Բայց եթե դուք ուզում եք ձեր ունենալ, եթե դուք ուզում եք հազարամյակների թռիչքով սերունդը կրթել այնպես, որ նույնիսկ բանակը լինի ինտելեկտուալ, որ զենքը, ֆիզիկական զենքը տաս մարդկանց ձեռքը, մինչև պատերազմը սկսել իրար չխփեն։ Զենքը բաժանում ես, ուղարկում ես սահման, մինչև սահման հասնել արդեն մեր կողք իրար խփում են Արտակ ջան։ Հիմա ասում եմ, այս մեկ էս նեղ պահերին, այսպես չգիտեմ, թուրքն եկել ասել է դուրը, զենքը բաժանեք, զենքի իրավունք տվեք ժողովրդին։ Ես պատկերացնում եմ այս Երևանյան երթևեկության մեջ հանկարծ այս վարորդների ձեռքը զենքը, գիտի՞ ինչքան մարդու դյունի իրար։ Ավարտում ենք երգը, որն է կրթությունը միայն։ Ես հղում պետք է անեմ մեր խոշոր մտավորականներից մեկին, անընդհատ այդ մարդուն ես հղում եմ անում անընդհատ։ 2008 թվականի այդ հայտնի դեպքերը կարծեմ չէր եղել, չգիտեմ, վերջին հարցազրույցների դեպ այս մարդու մահացավ հետո այդ մարդը, վերջին հարցազրույցներ ասեց ախր գիտեք դուք ինչ ժողովուրդ եք, ասեց հեսա Սերժը կգա, մի ամիս էր կամ մի տարի կգոռակ գնաց Քոչարյանին հետ բերենք։ Քոչարյանը կգա, ասեք չէ, ելի գնանք Լևոնին բերենք։ Ինքը այդ հավաքական կերպարի մասին էր խոսում։ Ու երբ որ այս լրագրողը հարց տվեց, ասեց լավ, պարոն Սահակյանց, բա ո՞րն է երգը։ Դե հայերեն չէր խոսում, գիտես, ասեց ավիխտածին, կնիշկի նադը մուրշի չիտած։ Սի ամենազորավոր պատասխան էր, որ երբևէ ես լսել էի։ Այս դրա համար, երբ որ լոկալ խնդիրներին նայում ես, դիմացինին ասում ես՝ «Գիք կարդա, պարոն»։ Երեք մի գովազդ տեսա, ես չհավատացի, որ տեսել եմ այդ գովազդը այսօրվա ժամանակակից Հայաստանում է։ Այդ գովազդը, գիտես ինչ էր գրված։ Գրված էր զգուշացեք, կարդալը կարող է ընդլայնել ձեր աշխարհայացքը, հանկարծ այսպես շատ լավն է, դուրս եկավ շատ, բայց մտածեցի, այ քեզ բան, դե լավ է որ գոնես այս բաներ կա։ Բայց հիմա որ ասես գիրք կարդացեք, պարոնայք, որպեսզի հասկանաք այն ինչի պակասը դուք ունեք, այդ ամեն ինչը մի ժամանակ պակասել է բոլորին, դուք հերթով տվել եք այդ բոլորին, հիմա եկել եք սեփական տան մեջ, նստել եք 130-140 կուսակցություններով, օրը 4 ավտո 5 դրոշով նոր կուսակցություն են բացում, այսպես տիդին Երևանի փողոցում, ասում օրական մի 10 կուսակցություն գալիս է, մի 60 հոգի գալիս է, Գյումրեցու ասած պազիգմ ժողովրդի միջար 120-130 կուսակցություն է, ինչ եք անում։ Կարդում են մարդիկ, ավելին կրթությունը տրենդ են դարձրել։ Մի կին կա, ասում եմ, կրթությունը նորաձև է, իսկ դուք ասում եք Ռոբ Սահակյանց։ Ես մի բառով հավատում ենք, հələ հարցում անենք, էլի նրա Ռոբերտ Սահակյանը գիտեն ով է։ Դե չգիտենել ինչ մուլտեր է պատրաստել։ Չգիտենել ով, էլի, ես արդեն համարում եմ ամենախոշոր մտավորականներից մեկը, եթե չգիտեմ, չեմ էլ կարողանում համատել, բայց հաղորդում ավարտելու այդ եզրահանգում, այսպես ասած, այ գոյություն ունի սկիզբ, գոյություն ունի շարունակում, կուլմինացիա եւ գոյություն ունի ավարտ։ Ես նորից եմ ասում, Արտակ ջան, եթե դու ուզում ես, եթե դու չէ մենք, եթե ուզում ենք այսօր չմեռնել, խնդրեմ ընկնենք հոպեր հավաքեն կամ չգիտեմ այդ բեսպիլոտնիկները, որոնք առաջին էլ այս ժողովրդի զավակներն են մի ժամանակ նախագծել, բայց եթե դու ուզում ես հազարամյակների թռիչքով անվտանգ սերունդ ունենալ, դու մանկապարտեզներ պիտի կառուցես, ապա մոնտաժված կրթական համակարգի նոր ֆունդամենտներով, այսինքն այնտեղ պիտի չլինի ոչ ֆրանսիականը, ոչ գերմանականը, ոչ ամերիկականը, ոչ էլ չգիտեմ ինչականը։ Շնորհակալություն։ Համեցեք։ Սա Live Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր գրող դրամատուրգ Էդվարդ Մանվելյանն է։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ մեր ալիքին բաժանորդագրվեցիք։